Նոայի ոչ մի ֆուտբոլիստ տուրիստի կարգավիճակով չի եկել մրցավայր, մեր թիմը ցուցադրելու է այնպիսի ոգի եւ բնավորություն, ինչպես Երևանում։ Այս մասին նախախաղային մամուլի ասուլիսում վերահաստատեց մեր թիմի գլխավոր մարզիչը։ Մեր չեմպիոնը մրցավայրում է հաղթողի կարգավիճակով եւ ամեն ինչ անելու է հաղթական պատմությունը շարունակելու համար։ Հենց այսպիսի մարտական տրամադրությամբ Նոան դուրս եկավ ԱՖԱ ստադիոն նախախաղային մարզման։ Երեկոն անկասկած թեժ է լինելու։ Մեր թիմը մրցակցի դեմ նաև հոլանդական զենք ունի։ Վնասվածքից վերականգնվել է հոլանդացի Իմրան Օլադումարը, որը կարևոր գոլեր է խփել Նոայի կազմում։ My physical condition is good. Արդեն լավ մարզավիճակում եմ 2 ամիս է, ինչ մարզվում եմ ընդհանուր խմբի հետ։ Ինքնազգացողությունս լավ է։ Ինձ համար մեծ կարևորություն ունի կոնֆերենցիաների լիգայի այս փուլում Հոլանդիայում տանը հարազատ մարդկանց ներկայությամբ խաղալու հնարավորությունը։ Դա ինձ լրացուցիչ կմոտիվացնի։ Այսուհանդերձ Նոայում չեն թաքցնում, որ մրցակցի հարկի տակ հանդիպումը անչափ բարդ է լինելու։ Ավելի քան 15000 երկրպագու աջակցելու է Ազալքմարին։ So also tomorrow will psychological aspect play. Շատ բարդ հանդիպում է մեզ սպասվում։ Գիտենք թե ում դեմ ենք խաղալու։ Նրանք այժմ խաղալու են սեփական հարկի տակ իրենց երկրպագուների մեծ աջակցության ներքո։ Բնական է, որ պատասխան խաղում ավելի բարդ կլինի, քան առաջին խաղում։ Մրցակցին չենք թերագնահատում, բայց միևնույն ժամանակ հավատում ենք ինքներս մեզ։ Պատրաստ ենք արժանի պայքար մղելու։ Խորվաթ մասնագետը վստահ է, այս գիշեր պայքարը միայն ֆուտբոլային չի լինելու։ Խաղադաշտում կտեսնենք նյարդերի, բնավորության ու կամքի դրսևորման պայքար։ Խաղադաշտում նաև հոգեբանական թեժ պայքար է լինելու, ինձ համար էլ սա շատ կարևոր մարտահրավեր է, կարող եմ ասել, որ թիմը պատրաստ է եւ մեր երկրպագուները կտեսնեն այդ ամենը։ Ալկմարում հայկական դրոշներն ու Նոայի գույները արդեն ծածանվում են։ Մարզադաշտում քիչ չեն լինի նաև հայ երկրպագուները։ Երևանից ու եվրոպական տարբեր քաղաքներից Ալկմար է եկել մոտ 1000 երկրպագու։ Մեր չեմպիոնին աջակցելու համար մրցավայր է եկել նաև Եվրոպայի քառակի չեմպիոն ըմբիշ Արսեն Հարությունյանը։ Վստահ եմ, այս խաղն էլ հաղթելու ու մի ամբողջ ազգի ուրախացնելու։ Ես էլ եկել եմ ստե, որ տղաների կողք կլինեմ, թիմի կողք կլինեմ, որ հաղթանակ տոնենք։ Առաջ Նոա։ Ալկմարում այսօրվա երեկոն ֆուտբոլային է լինելու։ Տեղի թիմը Եվրագավաթներում մնացած հոլանդական միակ ակումբն է, բայց Նոան էլ ամեն ինչ անելու է պատմական Եվրագավաթում իր ճանապարհը շարունակելու համար։ Այս դիմակայությունում մեզ կբավարարի նույնիսկ ոչ ոքին։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն, Հոլանդիա։